Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում սեղանը զարդարված է միջինքի գաթաներով, պահոց ուտեստներով։ Միջինքը մեծ պահքը կիսող 24-րդ օրն է, այս տարի այն նշվեց մարտի 26-ին։ Պահոց ուտելիքներով, միջինքի գաթաներով սեղան են գցել Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները։ Թեմի առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանի աղոթքից օրհնության խոսքից հետո գաթան կիսեցին։ Միայն թե գաթայի մեջ ոչ թե մետաղադրամ են դրել, այլ փայլաթիթեղով փաթեթավորված օրհնած խաչ, որպեսզի ում որ բաժին ընկնի, տարվա ընթացքում հաջողությունների պակաս չունենա։ Միջինքը իր մեջ հոգևոր պարունակություն չունի, ուղղակի պահքը կիսում է եւ մի նոր հանգրվան է սկսում պահողների համար, իսկ միջինքը ազգային շատ գեղեցիկ սովորություններ ունի, որ ընտանեկան միջոցառում է դա եղել, հավաքվել են ընտանիքներով, միջինքի գաթա են թխել, բայց պահոց, որովհետեւ պահքը չի ընդհատվում, պահոց գաթա են թխել։ Հնում եղած սովորությունների համաձայն միջինքի օրը այցելում են նշանված երիտասարդներ ունեցող ընտանիքներին։ Ավանդույթը պահպանելով Նավասարդ Սրբազանը օրհնեց թեմի երիտասարդաց միության նշանված զույգերին։ Անի Ղուկասյանն ու Հայասա Այվազյանը հանդիպել են երիտասարդաց միությունների հավաքների ժամանակ։ 2012 թվականին կրտվել եմ Սուրբ Հռիփսիմեում, հետո ես Արմավրի մարզից եմ, Ջանֆիդեգիրից եմ, ճիշտ ասած։ Զորավոր միությունում հետո եկել Երևանում աշխատելու, Զորավոր միության անդամ եմ եղել։ Ուխտագնացությունների ժամանակ ծանոթացել ենք Անի հետ։ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի երգչախմբի խմբավար Գրիգոր Հարությունյանը ղեկավարում է նաև Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախումբը։ Այս անգամ միջինքի միջոցառմանը նաև քոլեջի ժողգործիկների նվագախումբն էր մասնակցում։ Սա հրաշալի միջոց է թե երիտասարդներին ընդգրկվելու ուրեմն ազգային տոնախմբությանը եւ թե իմոտո ծանոթ լինելու հայ եկեղեցու ծիսակարգերին։ Մենք նույնիսկ ծրագիր արեցինք հայ հոգևոր երաժշտության քոլեջում հենց Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում երգչախմբով հայ հոգևոր երաժշտություն բացառապես 14 ստեղծագործությունից բաղկացած 5-ից մինչև 12-րդ դարերի ստեղծագործություններ, որոնք նրանք կատարեցին մեծ սիրով, եւ սա մի կամուրջ է կարծեք ստեղծված եկեղեցի եւ ուրեմն ուսումնական հաստատություն կապ։ Թեմի երիտասարդները հայկական ազգային պարեր պարեցին, կատարումներով ներկայացան շնորհալի երիտասարդներ։ Միջինքը հիշեցնում է, որ մեծ պահքը հասել է իր կեսին եւ որ մինչեւ Հիսուսի հրաշափառ հարությունը Սուրբ Զատիկը մնացել է 24 օր։ Մինչ այդ դեռևս խոկումի, ինքնակնության, զղջումի ու ապաշխարության օրեր են։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը հայ առաքելական եկեղեցին այս տարի կնշի ապրիլի 20-ին։ Աննա Թամրազյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։